Ներողություն, այնքան էինք տարվել հեքիաթով, որ մոռացանք, որ պետք է հայտարարենք, որ Life Armenia-ի նոր նախագծի շրջանակներում բացահայտելու ենք փոքրերի մեծ աշխարհը։ Ինչ կարծիքի ես, միգուցե մեր հետևորդների համար էլ կարդանք հեքիաթը։ Կարդանք, հուսով ենք դեմ չեք։ Դե ինչ։ Այսօր մենք կարդալու ենք հայկական ժողովրդական ոսկի արտ հեքիաթը։ Գնացինք։ Այս հեքիաթը ես մեր մեծերից եմ լսել, սրանք էլ իրենց պապերից, պապերն էլ հայտնի բան է իրենց մեծերից։ Պրոշ թագավորի օրոք երկու հարևան են լինում, նրանցից մեկը մյուսի արտը փող է վերցնում, գարնանը եզները լծում է, գնում արտը հերկելու։ Նրա արորի խոփը մի պղնձե կաթսայի է դեմ առնում, հանում է, տեսնում մեջը լիքը ոսկի, մարդը եզները թողած վազում է հարևանի մոտ։ Աչքդ լույս լինի, մի պղինձ ոսկի դուրս եկավ հողի տակից, արի վերցրու։ Չէ, ասում է հարևանը, արտը քեզ փող եմ տվել, քո խոփն է հանել, քո ղսմատն է։ Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում, ելք չեն գտնում, գնում են թագավորի մոտ։ Թագավորն այդ օրը շատ տխուր է լինում, դրանց տեսնում է, գլուխը բարձրացնում, հարցնում է։ Ինչ կա։ Ինչ պիտի լինի, թագավորն ապրած կենա, ասում է այդ ոսկի հանողը, ես ես մարդու արտը փող եմ առել, գարուն է, ելա հերկելու, իմ արորի խոփը դրա արտից մի պղինձ ոսկի հանեց, ասում եմ, արի քո ոսկին վերցրու, ասում է չէ, արտը փող եմ տվել, քո խոփն է հանել, քո ղսմատն է, մնացել եմ շիվար, վեճ ու կռվի մեջ ենք ընկել, ճար չեն գտնում, մեզ խելք սովորեցրու։ Քանի տարով ես արտը փող վերցրել, հարցնում է թագավորը։ 1 տարով, ասում է ոսկի հանողը։ Թագավորը դառնում է մյուս հարևանին։ Դու ինչու ոսկին չես ուզում։ Թագավորն ապրած կենա, ողորմի քո անձավորներին, ասեմ թե ինչու չեմ վերցնում ոսկին։ Իմ հերը մեռնելիս ինձ կանչեց, պատվիրեց։ Տես, մեռնում եմ, ժամանակը կգա, դու էլ կմեռնես։ Ինչ կանես, ինչ չես անի, չգիտեմ, բայց մի բան կա, որ ասածիս պես կանես։ Աչք չդնես ուրիշի ունեցվածքին։ Լավ, մի բուռ հող, մի կտոր տախտակ, մի չափ կտավ։ Էս է մարդու բաժինը։ Բարի անունն ավելի երկար է ապրում, քան չար անունը։ Այնպես որ թագավորն ապրած կենա, ճիշտ է, հողն իմն է, բայց աշխատանքը իմ հարևանինն է։ Այդ պատճառով էլ չեմ վերցնում ոսկին։ Իմ հոր պատվիրանը ես չեմ մոռանա։ Թագավորը մի պահ հանգնում է մտքի մեջ, հետո ասում է. Ոսկի գտնող, դու էլ ես ճիշտ, են էլ է ճիշտ։ Իմ կարճ խելքով այսպես պիտի անենք, որ ոչ դու դժգոհ մնաս, ոչ քո հարևանը։ Դու ինչ ժառանգ ունես։ Մինուճար մի տղա թագավորն ապրած կենա, ասում է ոսկի հանողը։ Դու արդար դրկից։ Ես էլ մի աղջիկ։ Ահա, Աստված որ ձեզ օգնեց, թագավորն ով է։ Քանի որ եկել եք իմ ոտքը, ես ոչ թե իմ, այլ Աստծո վճիռը կասեմ։ Կռիվը մի կողմ թողեք։ Գնացեք, ձեր զավակներին իրար հետ պսակեք, ոսկին էլ տվեք նրանց, թող գնան իրենց քեֆին ապրեն։ Ձեզ էլ օրհնանք ու ողորմի տան։ Թող ոտքները քարին չդիպչի։ Հա, ինչ կասեք։ Ես համաձայն եմ, ասում է ոսկի հանողը։ Յա, ես էլ, ասում է մյուս հարևանը։ Թագավորը կանչում է իր մարդկանց, հարևաններին պատմությունը պատմում, բոլորն էլ նրա հետ ծիծաղում, ուրախանում են, դրկիցներին առոք-պարոք ճանապարհում։ Հարևանները հետ են դառնում, իրենց զավակներին պսակում, 3 օր 3 գիշեր հարսանիք են անում։ Թե մինչև այդ իրար հարևան էին, դառնում են եղբայր, արտի անունն էլ դնում են ոսկի արտ։ Հետաքրքիր է, չէ՞, կարծես թե բարի, ուրախ ավարտ ունի, բայց մի տեսակ զգացիր, որ ինչ-որ մելանխոլիկ դաշտ էր տարել։ Կարծում եմ, գիտես ինչից է, արդար հերոսներ են մեր այս հեքիաթում, համաձայն ես ինձ հետ, երկուսն էլ ուզում էին լինել արդար եւ չնեղացնեն մեկը մյուսին։ Եվ երևի հենց դրանից էլ ինչ-որ այսպիսի մելանխոլիկ էներգիայով էինք հեքիաթը կարդում, իդեպ ես էլ դու էլ, չէ։ Սով, իսկ
Ինչ կասես, ինձ հետաքրքիր է, ինչ կարծիքի ես թագավորի որոշման մասին եւ նաեւ ինչ կարծիքի ես հարևանների մասին, դու եթե լինեիր հարևանի տեղը ու գտնեիր ոսկին, ինչ կանեիր, քեզ կպահեիր թե ինձ կտայիր։ Երևի կգնայի կասեի, կզգուշացնեի, որ նույն բառերը աչքդ լույս լինի, մի պեղ ինձ ոսկի դուրս եկավ ողի տակից։ Նա որ ասի կարաս քեզ վերցնես, ես կասեմ դա։ Ես Եվ մյուս հարցին, ես թագավորի հետ մի քիչ համաձայն չեմ։ Համաձայն չես։ Ես Ես քեզ հետ համաձայն եմ, որ դու համաձայն չես։ Հիմա լսեմ քո տարբերակը։ Ես իր տեղը լինեի, կկիսեի ոսկին ընդհանրապես հավասար մասի։ Եվ կտայի։ Ահա, ես նույն բանն էի ուզում ասել, հարևանները կարող էին կիսել, չէ, ոսկին։ Թեև էլի արդար ամեն ինչ կարծես թե վերջացավ, բայց ամեն դեպքում կարող էին այդքան կռիվ չանել, ոսկին կիսել եւ վերջ։ Իսկ դուք, մեր սիրելի փոքրիկներ, ինչու՞ չէ նաեւ մեծեր, գրեք անպայման մեկնաբանություններում, թե ինչ կարծիքի եք թագավորի, ինչպես նաեւ մեր հերոսների արարքների հետ։ Ինչ կանեիք դուք, կպահեիք ոսկին ձեզ, կտայիք հարևանին, կկիսեիք, թե կբաժանեիք ձեր ընկերներին։ Իսկ ես հիշեցնեմ, որ Life Armenia-ի նոր նախագծի շրջանակներում բացահայտում ենք ինչը սով Փոքրերի մեծ աշխարհը։ Նաև հիշեցնեմ, որ անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, գտեք մեզ Instagram-ում, Facebook-ում Life Armenia։ Հետևեք նորություններին, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել, հետևել Վերելք դրամատիկական թատրոնի էջերին։ Մենք գտնվում ենք այսօր Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Վերելք դրամատիկական թատրոնում, ինչը կարող է ավելի համահունչ լինել, քան թատրոնը եւ գրքերը։ Այնպես չէ՞։ Դե ինչ կհանդիպենք շուտով։